Փաշինյանի հետ փորձում են եկեղեցին ներսից քանդել։ Ճիշտ ասած, այսպես առաջին են ինչ-որ անակնկալ, բայց գուցե անակնկալ չէ, գուցե ներսից գիտեին ինքը իր տեսակով ով է, Գևորգ Սրբազանի մասին է խոսքը։ Ես եթե դեմ չեք ընդամենը 1 րոպե մեր գործընկերն է պատրաստել, մի հատ իր խոսքը լսեք ինչ է ասում ինքը։ 4-ից 20-ը դեմ են եղել, որ Բագրատ Սրբազանը քաղաքական շարժում սկսի։ Ապրես Մարունյան, սպասի գամ քեզ մի հատ պաչը։ Հետո հիշում եմ, որ ոմանք հայտարարություններ արեցին սատարող եպիսկոպոսներ։ Ես չեմ արել սատարող հայտարարություն, որովհետև դեմ եմ եղել եկեղեցու քաղաքականացման իսկ քաղաքական գործընթացը պետք չէր։ Ապրես Մարունյան, սպասի գամ քեզ մի հատ պաչը։ Երբ որ Բագրատ Սրբազանը Հայաստանի քաղաքացի չի, առավել ևս նա կանադայի քաղաքացի էր, եւ երբ որ հարց տվեցին, թե այդ դեպքում ինչպես է առաջադրվելու, ասեց ես ժողովրդի միջոցով ճնշում կգործադրվի, չգիտեմ, օրենք կփոխվի։ Ես դա անկեղծ եմ ասում, ցավում եմ իր համար, բայց դա արտածախնդրությունից ավել չէ։ Ապրես Մարունյան, սպասի գամ քեզ մի հատ Խնդրեմ, այս իրականությունը ինչ է ասում եւ անմիջապես դեպքում մեր գործընկեր պատրաստած տեսանյութում երևում է, որ ինքը Բագրատ Սրբազանի կողքին, նաեւ նույն այս հանձնավորությունը երեք ասում է, որ ինքը դեմ է, որպեսզի եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ։ Պարոն Սարգսյան, մի այսպեսի հարց, հետաքրքիր է, իսկ ինքը երբ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանին, որ նաեւ ինքը դեմ է, որպեսզի քաղաքական գործիչների դեմս Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կեղտոտ ոտքերով մտնի մայրաթոր մեր հայ առաքելական եկեղեցին։ Խնդրեմ ես անձին անդրադառնալ, կանետեմ նաև այդ 8-ին 10-ին, ովքեր հանդիպել են Նիկոլ Փաշինյանին։ Առաջին հերթին անդրադառնանք նրան, ով որ այս ամբողջը խրախուսում է, այսինքն Նիկոլ Փաշինյանին անդրադառնանք, որը այդպիսի ուրեմն տրամադրություններ է ստեղծում հասարակության մեջ։ Եվ ինձ ամենագլխավոր հարցը հետաքրքիր է հետևյալը. Նիկոլ Փաշինյան 7.5 տարվա ընթացքում քանի անգամ մինչև այս վերջին ամիսները, քանի անգամ գնացիր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պատարակներին մասնակցելու։ Ոչ մի անգամ չի եղել, չէ՞։ Որովհետև այս ընթացքում մարդը ընդհանրապես հետաքրքրություն չուներ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ուրեմն հանգարց արթնացավ իր մեջ այդպիսի զգացումներ, երբ որ պարզվեց, որ ամենայն հայոց կաթողիկոսը պահանջում է նրա հրաժարականը, չի հրաժարվում իր դիրքորոշումներից Արցախի վերաբերյալ եւ մեր արցախահայության իրավունքները պաշտպանելու եւ վերադարձը ապահովելու ուղղությամբ։ Այսինքն այն ամենը, ինչ որ իրեն դուր չի գալիս որպես քաղաքական իր պատկերացման դրսևորումներ, իսկ դրանք ընդհանրապես մեր ազգի պաշտպանությանը ուղղված ուրեմն գործողություններ էին, այս ամենի պատճառով հանկարծ ինքը միանգամից դարձավ այդ մոլերանտ, այսպես ասած, հետևորդը եւ ամեն կիրակի գնալ այս կամ այն եկեղեցի, դե եթե հետևորդն ես գնա մի եկեղեցի, որտեղ դու իրականում պետք է լինես եւ եթե դա իրոք քո, այսպես ասած, համոզմունքն ու հավատքն է։ Նույնը եղավ այս եպիսկոպոսած որոշակի դասի հետ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Այս տարիների ընթացքում դուք ես չգիտեմ, մեկը կա, որը 30 տարի է, մեկը 20 տարի, մեկը 10 տարի կամ 5 տարի է։ Առնվազն մի 5 տարի, ուրեմն դուք արդեն եպիսկոպոս կամ արքիեպիսկոպոս եք։ Դուք գիտեիք հավանաբար, հա, ձեր ներսում կան ինչ-որ խնդիրներ։ Ամենայն հայոց կաթողիկոսից ինչ-որ հարցերում դժգոհ էիք։ Որևէ մեկը գնաց այդ ընթացքում ասեց ամենայն հայոց կաթողիկոս վեհապարտեր մենք գտնում ենք որ այսինչ այսպես է, այնինչ այնպես է։ Այդ ոնց ստացվեց որ հանկարծ երբ որ Նիկոլ Փաշինյանը այդպեսի ուրեմն արշավ սկսեց վեհապարի եւ ամենակարևոր մեր հոգեվոր դասի դեմ եկեղեցու դեմ փաստացի որովհետեւ այդպեսին է պահանջը եւ նաեւ հարևան այդ թշնամու, ուրեմն նոր դուք հանկարծ հիշեցիք, որ դուք ունեք ինչ-որ խնդիրներ, որ դուք ուզում եք անպայման ինչ-որ փոփոխություն անեք։ Էդ եմ ասում։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ դուք եք,
Անմեղները, հա? Դուք եք այդ անմեղները, որոնք որ իրավունք ունեն հիմա որևէ մեկին մեղադրեն։ Դե ձեր մեղքերի մասին դուք խոսեք։ Ինչ է նշանակում այս պարոնի, չգիտեմ, մեկ լսուսել չի պատտվում նրանց սրբազան ասեմ, անկեղծ եմ ասում։ Ինչ է նշանակում մենք դեմ էինք, որ ինքը քաղաքական, դա քաղաքականություն չի։ Դա այն էր, որ մարդը տեսնում էր ինչ վիճակում է իր երկիր, իր ժողովուրդը եւ պարտավոր էր դուրս գալ որպես քաղաքացի, այո, որպես հայ վեր կենար եւ ասեր, որ այսպես շարունակել չի կարելի։ Եվ եթե լսող չկա, ուրեմն պետք է պայքար մղել դրա դեմ։ Բա ինչ է ձեր կեցվածքն է լավ, հա? Ես ոչինչ չգիտեմ, ես ոչինչ չեմ լսել, ոչ մի բան էլ չեմ ուզում իմանալ։ Սա է ձեր կեցվածքը։ Դուք եք հոգևոր առաջնորդները մեր ժողովրդի, որոնք պարտավոր են պահպանել մեր արժեհամակարգը, որոնք պարտավոր են ամեն կերպ պայքար մղել օտարի դեմ, նույն աղանդավորության դեմ, որը թշնամանք է առաջացնում մեր ժողովրդի նկատմամբ։ Փոխանակ այս ամեն ինչ զբաղվելու հանկարծ որոշեցին, որ այո, այսօր իրենք այնպիսի ուրեմն, չգիտեմ, պարզ ճիշտ մտքեր են արտահայտում, որ գնում են ասեն Նիկոլ, ուրեմն մենք քո կողմնակիցն ենք, ոչ թե մեր վեհապարի։ Լավ, ես հասկանում եմ, որ ամոթի զգացում չունեք։ Հասկանում եմ։ Բայց հետո վերջով այդ ամենից վերջն է գալու, հետո ոնց եք ձեզ արդարացնելու։ Նույն այդ Կճոյանին հարց են տալիս, ասում են հիմա ներել եք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ձեզ Բենտլի էր ասում, Բենտլի Սամո էր ասում։ Ասում են տենց բան մի արեք։ Ինչը չանեն։ Հարց են տալի, ասում են ներել ես։ Ասում են դու ո՞րն ես։ Ո՞րն ես դու։ Դու ես արքիեպիսկոպոս։ Եթե դու ես արքիեպիսկոպոս, ապա բարի եղի այդ բոլոր կանոններին ենթարկվել։ Դե գնայիք, ոչ թե հիմա, այլ գնայիք ժամանակին, արդեն 30 տարի է, և ասեիք, որ գիտեք ինչ, ամենայն հայոց կաթողիկոս, մենք խոնարհաբար ձեզ խնդրում ենք այսինչ հարցերը քննարկել, այսինչ հարցերին այսպիսի ուղղություն տալ եւ այլն, կհասկանայինք։ Ներսում որոշեիք բոլոր այդ հարցերը։ Բայց հիմա դուք լավ հասկանում եք, որ սա սովորական երևույթ չի, սա թշնամու կողմից թելադրված քաղաքականություն է, միանշանակ։ Եվ եթե անգամ համարենք, որ սա էլ համոզված է, որ այո, ճիշտ է վարվում, որովհետև պետք է մաքրի, այ ինգեր, հլը մի հատ գնա քեզ մաքրի լը մի հատ։ Քեզ լը մի հատ ոտից գլուխ մաքրի, նոր արի ինչ-որ մեկին սովորեցրու, թե ով պտի լինի, ոնց պտի լինի։ Ես ոնց եղակ, դու որ ասում ես, ես ուրեմն քրիստոնյա եմ, Քրիստոսն ինչ է ասել։ Ասել է, հլը մի հատ մեկը թող քարը գցի, որ եթե համարում է ինքը իրեն մեղք չունի։ Դու հիմա մեղք չունես։ Հա, չունես։ Դու դատավորն ես, դու գնում ես մաքրելու ամբողջ մեր ուրեմն սուրբ եկեղեցին։ Երբ որ մենք բոլորս հասկանում ենք, թե այս պայմաններում, եթե հանկարծ Փաշազադեի ասած կամ չգիտեմ Ալիևի կամ նույն Էրդողանի ցանկությունը կատարվի, ինչ է ասում Էրդողանը։ Էրդողանն ասում է, Սփյուռքը պետք է ընդհանրապես որևէ ազդեցություն եւ կապ չունենա հայրենիքի հետ։ Պարզ, ես չեմ օրինում ոչ մի բան։ Ինչի են այդպես ասում։ Որովհետեւ շատ լավ հասկանում են եւ այստեղ էլ նրանք ովքեր որ իրենց հիմարի տեղ են դրել, նրանք շատ լավ հասկանում են, որ հայ ազգը եթե միավորվում է, այդ ժամանակ այդ հայ ազգին ոչինչ հաղթել հնարավոր չի։ Շատ լավ են հասկացել։ Տարիներ շարունակ այդ բանի մասին խոսում են։ Տարիներ շարունակ փորձում են։ Տեսեք ինչ արեցին։ Երբևիցե իրենք սփյուռք չունեին ադրբեջանցիները։ Երբ որ տեսան, որ հայկական սփյուռքը ինչպիսի հնարավորություններ է ստեղծում իր հայրենիքի եւ իր ազգի զարգացման համար, սկսեցին արհեստականորեն նաեւ ստեղծել այդ սփյուռքը։ Ես կոնկրետ կարող եմ ասեմ Ռուսաստանի օրինակով, երբ որ հիմա արդեն նրանք այնքան են լկտիացել, որ այնտեղ ամեն տեսակի հանցագործություններ են կատարում,
բայց մյուս երկրներում, Եվրոպայում եւ արդեն Միացյալ Նահանգներում թուրքական լոբին լավ էլ աշխատում է։ Թուրքիան այնտեղ չի երել ունեցել ընդհանրապես թուրքական սփյուռք կամ չգիտեմ ինչ որ մի հատված։ Բայց հիմա արդեն կա եւ արդեն այնտեղ ամեն կերպ աշխատում են հենց հայության դեմ։ Որովհետեւ այդ աշխարհակաղակական գործընթացները, որոնց մասին ամեն անգամ ասում ենք, հենց դա են թելադրում, իրենց գործողություններն են թելադրում։ Հիմա պարոն Սարգսյան, որպեսզի անվանակը խոսենք, այդ Գևորգ Սրբազանը, որ սա ինչ հենց կողքն նստածն է նկարում, կզա կիսակուս վիճակում, այսպես ասենք, հա։ Այս իր հայտարարությունը, որ ինքը դեմ է, ես որ առաջին հարցը տվեցի։ Ես ասեցի արդեն։ Ու այսօր էս իրականության մեջ խափում է, ասում ես Բագրատ Սրբազանի այդ գործողությունների դեմ է, առաջին օրվանից գնացեք անել է Բագրատ Սրբազանի կողքին։ Ինչի դրսևորում է սա հիմա։ Եվ ի վերջո այս մարդիկ իրապես իրենց անձնական կոմպրոմատների, իրենց դեմ գործող անձնական կոմպրոմատների զոհն են, որ դուրս են եկել հայ առաքելական։ Առաջին հերթին սրանք փարիսեիներ են։ Միանշանակ, որովհետև փարիսեությամբ տառապող մարդիկ են բոլորը։ Մի բան ասում են, այլ բան անում են, հա, սա մեկ։ Երկրորդը իրենց համար ոչ մի սրբություն չկա, պարզ, արդեն պարզ երևում է, որովհետև եթե կա սրբություն, ուրեմն դու քո սկզբունքներին չես դավաճանում։ Եվ որևէ արդարացում չկա, թե ես ասում էի ինքը չլսեց կամ ինքը Կանադայի քաղաքացի էր, այս նոր իմացաք։ Կամ եթե ինքը Հայաստանի քաղաքացի չի, նա ո՞նց է ուրեմն աշխատում որպես առաջնորդ, թեմի առաջնորդ։ Ուրեմն առաջին հերթին նա հայ մարդ է եւ ինքը քաղաքացի է, կարող է երկքաղաքացիություն ունենալ եւ չի հրաժարվել, որովհետեւ դա կստացվեր, որ ոնց որ թե վիրավորեր նույն Կանադայի իշխանություններին, որոնք իրեն նվիրել էին կամ ասել էին, խնդրեմ, դուք կարող եք լինել նաեւ Կանադայի քաղաքացի, բայց ինքը Հայաստանի քաղաքացի է։ Եվ այդ պարագայում, եթե Հայաստանի քաղաքացի չլիներ, նրան չէի կարող դատել առանց Կանադայի կառավարության համաձայնության կամ նրա միջամտության։ Հիմա հարց է տալիս, Գևորգ, չգիտեմ, անունը, հա, մարդը Սրբազանը նա է, ով որ իսկապես պահպանում է իր ամբողջ կեցվածքը։ Սրբազանը նա է, ով որ կարողանում է իր սկզբունքներին հավատարիմ լինել։ Ես այդպես եմ պատկերացնում։ Իսկ եթե դուք այդ ամեն ինչից հեռացել եք, ել չեմ խոսում, մենակ իր մասին չի պետք խոսել, այդ Վրթանեսի մասին է պետք խոսել։ Վրթանեսի մասին է առաջին հերթին պետք խոսել։ Մարդ, որը որ ընդհանրապես անգամ պարզվեց, որ այդ բլոկադայի ժամանակ Արցախում չի եղել, իր հոտի հետ չի եղել, չի պայքարել, որևէ գործողություն չի արել։ Այս ընթացքում ինչ 23 թվականից իրենք այստեղ են, որևէ ես չեմ լսել, որպեսզի նա հանդես գա մի խնդրանքով կամ առաջարկով կամ չգիտեմ դիմումով, որ ամեն կերպ պետք է աշխատեր դիմեր բոլորին եւ միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ին, ես չգիտեմ, եւ նաեւ եկեղեցիների խորհրդին, համաշխարհային եկեղեցիների խորհրդին, որ ես պահանջում եմ, որ իմ ժողովրդին իրավունքը ուրեմն պահպանվի, ես պահանջում եմ, որպեսզի իմ ժողովուրդը նորից վերադառնա իր հայրենիք։ Մի հատ տենց քայլ արել ես։ Որևէ մեկի հետ այդպիսի դիմում, որևէ մեկին ուղղել ես, որևէ մի անգամ հավաքել ես քո ուրեմն հետևորդներին եւ նրանց հետ համապատասխան գործողություն կա։ Բայց վախ որա ձեր կեցվածքը վախից տակներդ եք արել սաղդ։ Ու չեք իմանում ինչի համար։ Ձեզ էլ ուզում եք ցույց տաք, թե իբր դուք այնպիսին եք, որ դուք կարող եք այս պահին լինել վեհապարի դեմ, որին դուք եք շատերդ ընտրել։ Եվ որի դեմ որևէ մի անգամ չեք հանդես եկել։ Հիմա ինչ որ մեկը ձեր թիկունքին կանգնել է, ձեզ էլ թվում է, որ դուք արդեն բան։ Փաշազատ են։ Ոչ միայն։ Այսինքն դուք պատկերացնում եք երեք քաղաքական դերակցություն տարածվեց, որ այս մարդը ոստիկանությունն է դիմել, որպեսզի իրեն պաշտպանեն։ Ումից է պաշտպանվում Արցախից, Արցախի հոտից, Արցախի ժողովրդից։ Արցախի ժողովուրդը իդեպ ասած, այնքան ճիշտ մոտեցումներ ունի, որ ինքը հիմա անգամ դեմ լինելով այդպիսի մարդուն, որևէ
Պարզ է, որ որևէ քայլ չի արել դրա, այսպես ասած, անվտանգությունը խաթարելու համար, չի էլ անելու։ Բայց դուք այդ հանգիստ չեք քննելու, չէ՞, ամեն գիշեր գնալու եք մտածեք, այս ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել, որ ինչ է դուրս եկել։ Դուք հո չեք կարողանալու ամեն ինչ բացատրել ձեզ, լավ, ձեզ համար բացատրեցիք, ժողովուրդը ձեր բացատրությունները չի ընդունելու։ Եվ չի էլ ընդունում, որովհետև աննորմալություն է ուղղակի չի տա, այսպես ասած, տրամաբանությունից զուրկ ամեն ինչը, որ մարդը, որ պետք է պաշտպանի իր հայրենիքի շահը, ինքը դրա համար է այնտեղ նշանակված։ Երբ որ վեհապարը ի հակառակը այս քաղաքականության չի լուծարում Արցախի թեմը, ես հիմա ընդհանրապես կոչ եմ անում վեհապարին, խնդրում եմ խոնարհաբար, որպեսզի իրեն կարգալույծ անեն հենց առաջինը եւ նոր ուրեմն արդեն նշանակվի այնտեղ Արցախի թեմի առաջնորդ թող լինի վարդապետ, թող չլինի եպիսկոպոս։ Այսինքն դա խայտարակություն է հիմա ունենալ այդպիսի ուրեմն ղեկավար այսպես կոչված թեմի առաջնորդ։ Դա խայտարակություն է, որովհետեւ ասում եմ որևէ շրջանակում չի տեղավորվում։ Հələ թողնենք էդ էլ իր հերթին, էդ ամենալուրջ բանն է, բայց ես էլ եմ կրկնում, դու որևէ քայլ չես անում պաշտպանելու քո ժողովրդի շահերը, դու ինչ է արդեն համակերպեցիր, որ այլևս որ Արցախում չես, ինչ ես դու Արցախի թեմի առաջնորդ, եթե դու չես պաշտպանում Արցախի շահերը, դու ինչ Արցախի թեմի առաջնորդ, այնպես որ սա այն խնդիրներն են, որ անցնել դրանց կողքից ու ոչինչ ասել չի լինում։ Եվ հիմա մենք կանգնած ենք շատ լուրջ ջրբաժանի առաջ։ Այստեղ արդեն նույնիմ անելու ժամանակ չկա։ Կամ դուք այս կողմն եք, կամ այս կողմն եք։ Վերջ, միջինում չկա, այս պարոնի ասացի նման այդ միջին կեցվածքով այլևս չկա այդպիսի կեցվածք։ Եվս կարգալույցի թեմային, այսինքն առաջիկայում եպիսկոպոսը դասը հոգևոր խորհրդի նիստ է հրավիրելու, դուք եք կողմ, դուք եք դիմում, որպեսզի վերահապետի։ Միասին շարժումը հայտարարությամբ հանդես է եկել, դիմում է, մենք ուղարկել ենք մեր այդ դիմումը նաև ամենայն հայոց կաթողիկոսին, մայրաթոր ենք ուղարկել, եւ մենք այո գտնում ենք, որ այդ կարգազանց ուրեմն հոգևորականները պետք է այո կարգալույց լինեն, որովհետև կարգազանց են։ Այսինքն ես կրկնում եմ, եթե նրանք ժամանակին, ամեն մեկ առանձին, ոչ թե սենց խմբակային, գնային ամենայն հայոց կաթողիկոսի մոտ, ասեին, որ այս ինչ հարցի հետ ես համաձայն չեմ, կամ ես ուզում եմ այս հարցը քննարկել, ես ուզում եմ ուրեմն այսպիսի առաջարկ անեմ, կհասկանային։ Մենք էլ չէինք իմանա ընդհանրապես թե ներսում ինչ է կատարվում, ինչու է կատարվում։ Դա եկեղեցու գործն է, ներքին գործն է։ Եվ որևէ մեկը, նույն Նիկոլը, որևէ իրավունքը չունի խառնվելու կանոնակարգի փոփոխության, չգիտեմ ինչին։ Այդպիսի կարգ չկա։ Եվ դրա համար էլ ասում ենք, այսօրվա անգամ եթե այնպիսի քայլեր լինեին ներսում, որոնք որ ընդունելի չեն, բայց միևնույն է ելնելով, դուք հասկանում եք, որևէ երկրի ղեկավար բանսարկությամբ չի զբաղվի, երբ որ տեսնում է, թե իր պետության նկատմամբ ինչ վերաբերմունք կա հարևան թշնամի երկրներից եկող, չկա այդպիսի փաստ, դու եթե քեզ համարում ես երկրի ղեկավար, եթե քեզ համարում ես, որ դու ես պաշտպանում այսօր հայության շահերը, դու ոնց ես թույլ տալիս, որ այսպիսի շինծ ու ուրեմն ինչ որ քայլերով ինչ որ մի բան կազմակերպես, այսինքն շեղես ուշադրությունը ժողովրդի, որ ինչ որ լինում է ներսում, մոռացեք, որ դուք լավ չեք ապրում, լավ չեք ապրելու, դուք այդ մոռացեք, որովհետև գնաճը ահռելի է լինելու, դուք մոռացեք, որտեղ ես մի 4000 դրամ ավել եմ ուզում տամ թոշակառուներին։ Իսկ գնաճը հաշվել եք, մի քանի միամիտ էլ ասում տեսակ թոշակները ավելանում են։ 1% անգամ 3 պարոն
Երեք այո, Հրանտը Բագրատյանը ամեն ինչ ասեց, ես էլ եմ հիմա ասում ձեզ։ 1% անգամ չի բարձրացել։ Այո, չի բարձրացել, չի էլ կարող բարձրանա, որովհետև եթե գնաճ այսօր 25%, բայց այդ ընդհանուր, իսկ եթե դուք վերցնում եք առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվով, ահռելի գումար է ստացվում։ Հունվարի 1-ից գույքը հարկը 100%-ով թանկանում է, Աղբը արդեն թանկացել է, այո, ամեն ինչ։ Մարդիկ ամսվա երևի առնվազն կեսը զբաղված են ինչ-որ վճարումներ կատարելով։ Եվ դու փոխանակ թեթևացնես մարդկանց ուրեմն կյանքը, դու զբաղված ես ինչ-որ խնդիրներով, որոնք ոչ մի կապ չունեն երկրի այսօրվա իրավիճակի հետ։ Հակառակը, ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի լիներ